Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ը ավարտվել է հոսպիտալացումով։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Veolia ջուրը պարզաբանում է տարածել տեղի ունեցածի վերաբերյալ, նշելով, որ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Պեկի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում գործած հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում է շուրջ 870 միլիոն դրամ։ Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են Շնող գյուղում։ 2 տղամարդ ներկայացել են Երևանի վարչություն։ Երկրի տնտեսության և պարենային անվտանգության ապահովման գործում անասնապահության դերակատարությունը ու անհրաժեշտությունը քննարկելու համար կազմակերպվել է պետություն մասնավոր հատված գործակցության ամրապնդման երկխոսություն խորագրով բազմակողմ քննարկում։ Հայաստանը պատրաստ է սկսել տեղական արտադրության ձկան և ձկնամթերքի արտահանումը Եվրամիության երկրներ։ Կառավարությունը հաստատել է տնտեսվարողների գրանցման և վերահսկողության ընթացակարգը։ Երևանի Միսակ Մանուշյանի անվան այգում բացվել է քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 մեծածավալ աշխատանքների բացօթյա ցուցադրությունը։ Պողպատից պատրաստված քանդակների տեղադրումը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում։ Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, նաև հումանիտար հարցերի լուծման գործում, նշել է Լավրովը, իսկ Բայրամովը հայտարարել է, թե կարելի է վստահորեն ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին պատմական զարգացումները, այդ թվում խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար, նշել է նա։ Բաքուն սկսել է պլաստիկե շինանյութ արտահանել Հայաստան, այս մասին են վկայում Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսին Հայաստան է արտահանվել մոտ 1,5 տոննա պլաստիկե շինանյութեր։ 2026 թվականի հունվարից մինչև հունիս Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 17 միլիոն 130 հազար դոլարի ապրանքներ։ Նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։ Այլ թեմաներ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց 3 ամիս ժամկետով տնային կալանքով, համակցված գրավով 15 միլիոն դրամի չափով։ Դատական վճիռը կայացվել է այսօր։ Հիշեցնենք, որ նրա դեմ հարուցված քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանը ըստ մեղադրանքի հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի Հենդիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով 4 միլիոն դրամ կաշառք գումար։ Նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք։ Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ը ավարտվել է հոսպիտալացումով։ Հիմնական ախտանիշները ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ, հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշարում և լաբորատոր հետազոտություններ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Իդեպ Veolia ջուրը պարզաբանում է տարածել Բյուրեղավանում թունավորումների վերաբերյալ, նշելով, որ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերությունը մասնագետներին այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Իսկ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել փոքր վեդիի մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից։ Կոմիտեի տվյալներով դաստիարակը 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին չհանդուրժելով երեխայի աշխուժ վարքագիծը մանկապարտեզի ննջարանում քաշքշել եւ հարվածել է անչափահասի գլխին, ապա նրա լացը դադարեցնելու նպատակով կրկին հարվածել։ Դաստիարակի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում գործած հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում է շուրջ 870 միլիոն դրամ։ Մանրամասները տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել եւ իրականացել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ, վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ է ստացվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ավիակերոսին, որի իրացման վերաբերյալ ՊԵԿ տեղեկատվական բազայում տեղեկություններ առկա չեն։ Հարկային իրավախախտումների կանխման եւ բացահայտման նպատակով ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ն դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն։ Այս ընկերությունների անվամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել զգալի ծավալի ավիավառելիք, որն էլ հետագայում վաճառվել է Հայաստանում գործող տարբեր անձանց, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման։ Տվյալ 9 կազմակերպություններից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկ հաշվետվություններ, իսկ 6 կազմակերպության կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ։ Այս եղանակով խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։ Ձեռքբերված փաստական տվյալների եւ հանգամանքների վերլուծության եւ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՌԿ-ի կողմից հիմնադրված եւ ղեկավարվող ընկերությունների գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցավոր խմբում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով։ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանց կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարել իրական իրացման շրջանառությունները։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Սպանության փորձի, խուլիգանության եւ ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախոզվողները հայտնաբերվել են Շնող գյուղում։ Ինչպես հայտնում են ներքին գործերի նախարարությունից, Երևանի 39-ամյա եւ Շիրակի մարզի 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Երևանի վարչություն։ Հուլիսի 15-ի վաղառավոտյան քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական եւ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 եւ Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։ Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աչափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով խափանման միջոցը կալանք։ 39 եւ 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է։ Երկրի տնտեսության եւ պարենային անվտանգության ապահովման գործում անասնապահության դերակատարությունը ու անհրաժեշտությունը քննարկելու համար կազմակերպվել է պետություն մասնավոր հատված գործակցության ամրապնդման երկխոսություն խորագրով բազմակողմ քննարկում։ Մասնագետները նշել են, որ ոլորտի արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ է պետության եւ մասնավոր հատվածի գործակցությունը, որը նպաստում է ներդրումների ներգրավմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը եւ արտադրության արդյունավետության բարձրացմանը։ Նորարարական անասնապահություն կենդանիների նախրաքաշ, բուծում եւ շուկաներ ծրագրի շրջանակում կազմակերպվել է պետություն մասնավոր հատված գործակցության ամրապնդման երկխոսություն խորագրով բազմակողմ քննարկումը, որի նպատակն էր համախմբել պետական կառույցների, միջազգային գործընկերների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին անասնապահության ոլորտում առկա մարտահրավերների, զարգացման հնարավորությունների եւ գործակցության նոր ձևաչափերի շուրջ արդյունավետ երկխոսություն ծավալելու համար։ Մենք կարևորում պետություն
մասնավոր հատվածի գործունեությունը եւ երկխոսությունը։ Հանրապետության սոցիալական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորող եւ իրականացվող ծրագրերի շրջանակներում երբ լինում են այնպիսի նախաձեռնություններ, որտեղ կա պետություն, մասնավոր հատվածական համագործակցություն, ապա այդ ծրագրերը Մասնակիցները կարևորել են պետական ու մասնավոր հատվածների գործակցության ամրապնդումը որպես անասնապահության ոլորտի կայուն զարգացման առանցքային նախապայման։ Նշվել է, որ ժամանակակից անասնապահության զարգացումը պահանջում է նորարարական մոտեցումներ, գիտելիքահեն լուծումներ եւ արդյունավետ շուկայական մեխանիզմներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսական տնտեսությունների մրցունակության բարձրացմանը։ Ինլիմա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում անասնապահության ոլորտի կայուն կառավարմանը, կայուն զարգացմանը, կենդանին կազմակերպված նախրաքաշի, բուծման եւ շուկաների զարգացման միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման եւ համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության կողմից, իրականացվում է, ինչպես նշեցի, ռազմավարական զարգացման գործակալության կողմից։ Այն քառամյա ծրագիր է, մեկնարկել է 2025 թվականին եւ իրականացվելու է 3 բաղադրիչով՝ կենդանիների նախրաքաշի եւ միգրացիայի բարելավում, վերարտադրողական տեխնոլոգիաների բարելավում եւ շուկաների հասանելիության բարելավում։ Ծրագիրը միտված է ոչ միայն արտադրողականության բարձրացմանը, այլև արժեքային ամբողջ շղթայի զարգացմանը, սկսած կենդանիների բուծումից մինչև շուկաների ընդլայնում։ Մասնագետները նշում են, որ միջազգային գործակցությունը կարևոր դեր ունի ոլորտում ժամանակակից փորձի ներդրման եւ ֆերմերների կարողությունների զարգացման գործում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն էլ ընդգծել է, որ պետությունը շարունակելու է աջակցել անասնապահության ոլորտի արդիականացմանը, խթանելով ներդրումները, նոր տեխնոլոգիաների կիրառումն ու արտահանման հնարավորությունների ընդլայնումը։ Նա նշել է, որ պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է նաև մասնավոր հատվածի հետ մշտական ու կառուցողական գործակցությունը։ Մեր նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ֆերմերը, կապ-թերողը, վերամշակողը, մատակարարը, գիտական հաստատություններն ու պետական կառույցները գործեն որպես մեկ կապակցված համակարգ, ձևավորելով փոխադարձ վստահության եւ երկարաժամկետ գործընկերության մշակույթ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչն էլ անդրադարձել է կենդանիների առողջության, կենսանվտանգության եւ սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների պահպանման կարեւորությանը, ընդգծելով, որ դրանք նախապայման են ինչպես ներքին շուկայի զարգացման, այնպես էլ արտահանման ծավալների ավելացման համար։ Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, նշելով, որ պետություն մասնավոր հատված գործակցության ամրապնդումը հնարավորություն է ստեղծում ձևավորելու առավել արդյունավետ եւ մրցունակ անասնապահական համակարգ։ Համագործակցում ենք էկոնոմիկայի նախարարության հետ եւ նշեմ, որ այս ծրագիրը նաեւ համատեղ նախաձեռնությունն է, որը նախատեսում է ոչ միայն մեր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորումը, այլև Հայաստանի կառավարության ֆինանսական մասնակցությունը ծրագրին։ Ծրագիրը այնպիսի դաշտերում տանում, որտեղ կա ջուր, հասանելի է ջուրը, այսինքն սանիտարական պայմանները կապահովեն։ Եթե կա ջուր, ուրեմն կաթի քանակը կավելանա։ Եվ այնպիսի տեղեր տանեն, որտեղ ճանապարհներ կան, ենթակառուցվածքներ կան, եւ այդ ենթակառուցվածքները հնարավորություն կտա վերամշակողին, որ հասանելի դառնա այդ կաթը իրեն համար։ Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ոլորտի առաջնահերթ խնդիրների, կենդանիների գենետիկական բարելավման, շուկաների հասանելիության, ֆինանսական գործիքների կիրառման եւ միջազգային գործակցության ընդլայնման շուրջ։ Կարևորվել է նաեւ ֆերմերների իրազեկվածության բարձրացումը, խորհրդատվական ծառայությունների զարգացումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ուկրաինական զինված ուժերը անցած գիշեր հարվածել են բռնակցված Ղրիմի Կերճ քաղաքի երկաթուղային կայարանին, նաև Սևծովում հարձակվել ռուսական բեռնանավերի եւ լցանավերի վրա։ Կրիմսկիի վիեդերետվյալներով անօթաչու թռչող սարքերի հարձակումից հետո Կերճում հրդեհվել են պահեստներ։ Ալիքը հղում անելով արբանյակային լուսանկարներին հայտնում է Կոկտեբել ենթակայանի շրջանում բռնկված հրդեհի մասին։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով գիշերվա ընթացքում Սևծովում վնասվել է 9 բեռնանավ, 1 լցանավ, 1 գազատար նավ եւ 1 քարշակ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։
Գիշերվա ընթացքում Միացյալ Նահանգներն ու Իրանը հերթական հարվածներն են հասցրել միմյանց։ Իրանը հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված Միացյալ Նահանգների հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։ Ըստ տեղեկությունների հարձակման հետևանքով ոչնչացվել են Միացյալ Նահանգների ռադիոլոկացիոն կայանը եւ ուղղաթիռները։ Մի քանի ժամ առաջ կայծագործողության 12-րդ փուլի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի Արաշ կործանարար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված Միացյալ Նահանգների ահաբեկչական եւ երեխասպան բանակների ուժերին եւ նյութատեխնիկական ապահովման կենտրոններին, ասվում է բանակի հայտարարության մեջ։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբասի եւ Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հարձակման են ենթարկվել նաեւ Ահվազը Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեն, Վեյսիանը, Չաբահարը եւ Իրանշահրի օդանավակայանը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն էլ ավարտել է Իրանի ուղղությամբ հարվածների վերջին խոշորալիքը։ Միացյալ Նահանգների հարվածներն Իրանի նավահանգստում ոչնչացրել են 5 կամուրջ։ Միացյալ Նահանգների զինված ուժերը խոցել է իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ, ինչպիսիք են հապամերձ դիտարկման եւ հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքներն ու ռազմածովային ուժերը, ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգների զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր, կիրառել են բարձր ճշգրիտ սպառազինություն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հաղթում է Իրանի հետ հակամարտությունում եւ շուտով դրանից կշահի։ Մենք հաղթել ենք Վենեսուելայում եւ հիմա նրանք մեզ հետ են աշխատում միլիոնավոր բարել նավթ արդյունահանելու համար։ Մենք նաեւ շատ մեծ հաղթանակ ենք տանում Իրանում եւ դուք շատ շուտով կտեսնեք այդ աշխատանքների պտուղները, ասել է Սպիտակ տանը։ Տեխասի որոշ հատվածներում ընդամենը 3 օրում արդեն իսկ տեղացել է 1 տարվա նորմային համարժեք անձրև։ Պաշտոնյաների տվյալներով առնվազն 2 մարդ է զոհվել եւ իրականացվել է փրկարարական ավելի քան 230 գործողություն։ Նշենք, որ նույն տարածքում անցյալ հուլիսին տեղի ունեցած ջրհեղեղը խլել էր ավելի քան 130 մարդու կյանք, այդ թվում ամառային ճամբարում գտնվող տասնյակ աղջիկների եւ նրանց ուղեկցողների։ Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա եւ 1 մեծահասակ։ Հաղորդվում է նաեւ, որ վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից տանում էր երկրի արևելքում գտնվող Սիպի ջրվեժներ էքսկուրսիայի։ Հետաքննության նախնական տվյալներով վերադարձի ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեսրին գտնվող մեծ ժայռի եւ շրջվել։ Հայաստանը պատրաստ է սկսել տեղական արտադրության ձկան եւ ձկնամթերքի արտահանումը Եվրամիության երկրներ։ Կառավարությունը հաստատել է տնտեսվարողների գրանցման եւ վերահսկողության ընթացակարգը։ 5 ընկերություն արդեն հետաքրքրություն է հայտնել, իսկ առաջին տնտեսվարողը պաշտոնական դիմում է ներկայացրել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Հայկական արտադրության ձկան եւ ձկնամթերքի համար Եվրամիության շուկան գործնականում հասանելի է դառնում։ Հայաստանը ԵՄ երկրներ, ջրային կուլտուրաներ, ձուկ եւ դրանցից ստացած արտադրանք արտահանելու պաշտոնական թույլտվություն է ստացել դեռ 2025 թվականի մարտին, սակայն արտահանման համար անհրաժեշտ էր ավարտել ներպետական ընթացակարգերի մշակումը։ Կառավարության հաստատած նոր կարգով ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող ձկնաբուծական տնտեսությունները, արտադրողներն ու ձկնամթերքի պահպանում իրականացնող ընկերությունները պետք է գրանցվեն Եվրամիության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում։ Գրանցման համար տնտեսվարողը թղթային կամ էլեկտրոնային դիմում է ներկայացնում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմինը փաստաթղթերը կուսումնասիրի 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապա տնտեսությունում համապատասխանության ստուգում կիրականացնի։ Եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRACE-իս համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRACE-իս համարում։ Երեք թուրըմբռնում էր եղել այդ կոդի վերաբերյալ, որ TRACE-իս համակարգում գրանցելուց հետո մենք կոդ ենք տրամադրում տնտեսվարողին, այդ կոդը ինքը ինքնաշխատ ձևով ձևավորվում է համակարգում, այսինքն երբ որ մենք հայտը որպես լիազոր մարմին ուղարկում ենք Եվրոպական միության հանձնաժողովի հաստատմանը, հաստատումից հետո մեզ ներկայացնում են կոդ, այսինքն դա այն կոդն է, որը որ մենք փոխանցում ենք տնտեսվարողին եւ հետագա ամբողջ իր աշխատանքային ընթացքում ինչքան կուզի դա լինում է անժամկետ, այսինքն որևէ ժամկետ չկա, որ այս կոդը տրվում է 1 տարով, անժամկետ ինքը ստեղծում է իր օգտանունը, որից հետո մուտք է գործում TRACE-իս համակարգ։
Ստուգումների ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսվարողն անմիջապես չի հեռացվի համակարգից, նրան կտրվի ողջամիտ ժամկետ թերությունները վերացնելու համար, որից հետո կրկնակի ստուգում կիրականացվի։ Տիգրան Պետրոսյանի խոսքով ԵՄ պահանջներն էապես չեն տարբերվում գործող նվազագույն չափանիշներից։ Տեսչական մարմնի գնահատման ոլորտում աշխատող տնտեսությունների շուրջ 97%-ը որակական եւ արտադրական առումով պատրաստ է նոր շուկա դուրս գալուն։ Առանձին տնտեսություններում հնարավոր խնդիրները հիմնականում տեխնիկական են, օրինակ տարածքի ոչ լիարժեք ցանկապատումը եւ կարող են արագ լուծվել։ Ձկնատեսակների հետ կապված որևէ սահմանում չկա, կառավարության որոշումով հստակ տված ԱՏԳ կոդեր է, դա պաղեցված, սառեցված, աղադրված եւ ապխտած ձկի մասին է խոսքը։ 4 թե 5 ԱՏԳ կոդեր է, դրա վերաբերյալ եւս մեր կայքեջում հրապարակում կանենք, այսինքն ձկնատեսակը կապ չունի, արդեն կապ ունի թե արտադրանքը ինչ վերամշակում ասում ինչ ձև արտահանվում էլի։ Գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանը շուրջ 5 տարի մոնիթորինգ է իրականացրել ձկնաբուծերաններում, ուսումնասիրելով հակաբիոտիկների, մնացորդային նյութերի եւ այլ ցուցանիշների համապատասխանությունը եվրոպական պահանջներին։ Արդյունքները պարբերաբար ներկայացվել են եվրոպական կողմին, ինչից հետո Հայաստանը ստացել է արտահանման թույլտվություն։ 5 ընկերություն արդեն հետաքրքրություն է հայտնել արտահանման նկատմամբ, իսկ կառավարության որոշումից հետո մեկ տնտեսվարող պաշտոնական դիմում է ներկայացրել։ Տեսչական մարմնի ղեկավարը չի բացառել, որ բարձր փոխադրման ծախսերի դեպքում հետագայում կարող է քննարկվել պետական աջակցության հարցը։ Առայժմ առաջնային նպատակը հայկական արտադրողների համար ամբողջ Եվրամիության շուկան հասանելի դարձնելն ու առաջին խմբականակի արտահանումը կազմակերպելն է։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի Միսակ Մանուշյանի անվան այգում բացվել է քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 մեծածավալ աշխատանքների բացօթյա ցուցադրությունը։ Պողպատից պատրաստված քանդակների տեղադրումը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ կմնա քաղաքի հանրային տարածքում։ Երևանի կենտրոնում Միսակ Մանուշյանի անվան այգում կցուցադրվեն ժամանակակից քանդակագործության 13 նմուշներ։ Աշխատանքների հեղինակը Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հայաստանի նկարիչների միության անդամ Աշոտ Հարությունյանն է։ Նրա նախորդ անհատական ցուցահանդեսը Երևանում անցկացվել էր 2017 թվականին Կարապի լճի տարածքում։ Նոր ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ եւ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական ու կազմակերպչական աջակցությամբ։ Քանդակների դասավորության ժամանակ հաշվի են առնվել այգու կառուցվածքը, հետնյոտների շարժը եւ երեխաների անվտանգությունը։ Այստեղ ներկայացրել ենք 13 քանդակներ։ Իհարկե կան գործեր, որոնք բաղկացած են 2 մասից կամ 3 մասից, եթե նկատեցի, թվով 13-ն են, մետաղից բոլորը, պողպատից։ Սա մեկ օրվա կամ մեկ ամսվա աշխատանք չի, տարիների արդյունքը, իմ վերջին անհատական ցուցահանդեսը, որ տեղի է ունեցել 17 թվականին, Կարապի լճի վրա, որևիցե մեկը կհիշի կամ տեսել եք, թե ոչ, դրանից հետո արված գործերի արդյունքն է։ Ցուցադրված գործերից մեկը նվիրված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Քանդակում սևի եւ կարմիրի համադրությունը հեղինակի մեկնաբանությամբ արտահայտում է արվեստագետի ազատության եւ անազատության հակադրությունը։ Սև հատվածի բացվածքները հիշեցնում են կինոժապավենի կառուցվածքը բանտախցի վանդակ։ Աշոտ Հարությունյանի համոզմամբ վերացական արվեստը հնարավոր չի մի քանի նախադասությամբ ամբողջությամբ մեկնաբանել։ Այն պահանջում է դիտողի անմիջական շփումը ստեղծագործության հետ, հետաքրքրասիրությունն ու ժամանակակից արվեստը ճանաչելու պատրաստակամությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ ժամանակակից քանդակները մայրաքաղաքի հանրային տարածքին նոր շունչ եւ թարմություն են հաղորդում։ Նրա խոսքով քաղաքում մինչև այժմ նման արվեստի գործերի պակաս է զգացվել։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքին պակասում էին նմանատիպ քանդակները եւ այդ զգացողությունը ունեցել եմ դեռևս տարիներ առաջ, երբ որ նմանատիպ հետաքրքիր նոր ոճի քանդակներ տեսել եմ Փարիզում, Հռոմում, Լոնդոնում եւ կարծում եմ այս նախաձեռնությունը եւ առաջարկը եկել է նկարիչների միության կողմից, քաղաքապետարանը ֆինանսավորել է, կարծում եմ շատ ստացված է եւ սա լավ սկիզբ է մեր քաղաքում մի փոքր արդեն այլ ոճի մեր օրերի
քանդակների ներկայացմանը եւ այդ տեսակ աշխատանքների խրախուսմանը ես կարծում եմ, որ այս այգին այս քանդակները գեղեցկացնում են, տալիս են թարմություն եւ նաեւ կարծում եմ, որ այս տեսակ մեր ծրագրերը եւ մեր քաղաքականությունը լինելու է շարունակական։ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախագիծը կարող է նախադեպ դառնալ նաև Երևանում մյուս այգիների եւ հանրային տարածքների համար։ Քաղաքապետարանի ծրագրերի շարունակությունն ըստ նրա կարող է խրախուսել նոր քանդակագործների ի հայտ գալուն եւ նրանց աշխատանքների ներկայացումը քաղաքային միջավայրում։ Աշոտ Հարությունյանի աշխատանքները Միսակ Մանուշյանի անվան այգում կմնան մշտական ցուցադրության։ Հետագայում հնարավոր է դրանց տեղաշարժը, որոշ քանդակների ցուցադրությունն այլ քաղաքներում եւ նոր աշխատանքների ավելացումը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Տասնամյակներ շարունակ Թումանյանի բնակիչների համար ջուրը հասել է հին ու մաշված խողովակներով, բազմաթիվ դժվարություններով։ Այսօր սակայն քաղաքում իրականացվող ծրագրերը փոխում են իրավիճակը, ապահովելով ավելի անվտանգ, արդյունավետ եւ շուրջօրյա ջրամատակարարում։ Դեբեթգետի ափին Լորվա անտառապատ լեռների մեջ թաքնված Թումանյանը պատմություն ունեցող քաղաք է։ Այստեղ յուրաքանչյուր քար, շենք եւ նույնիսկ ջրակից իրենց առանձին պատմությունն ունեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աղյուսի գործարանում աշխատող գերմանացի մասնագետների կողմից կառուցված քաղաքը այսօր շատ է փոխվել։ Այդ ժամանակաշրջանից պահպանված ջրամատակարարման համակարգի առանձին հատվածներ եւս տասնամյակների պատմություն ունեն, որի արդիականացումը Վեոլիա ջուրը շարունակում է իրականացնել փուլ առ փուլ։ Թումանյանի խմելու ջուրը հիմնականում մատակարարվում է Ագարակ Ալավերդի ջրատարից, մոտ 20 կիլոմետր երկարությամբ խողովակաշարով ջուրը հասնում է երկու կարգավորիչ ջրամբարներ, իսկ այստեղից էլ բաշխիչ ցանցով բնակիչներին։ Տարիների ընթացքում համակարգը մաշվել էր, հնացել, ջրագծերը վթարվում էին, ջրի կորուստներն ավելանում։ Ստանձնելով Թումանյանի սպասարկումը Վեոլիա ջուրընկերությունը փուլ առ փուլ վերակառուցել է քաղաքի ջրամատակարարման ցանցը։ Փոխարինվել են մաշված խողովակները, վերանորոգվել են ջրամբարներ, կրճատվել են ջրի կորուստները, ինչի արդյունքում նախկին օրական 10 ժամվա փոխարեն քաղաքն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Այժմ Վեոլիա ջուրընկերությունն այստեղ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ներդնելով 48.3 միլիոն դրամ վերակառուցում է նաև օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող ջրատարը։ Գործող խողովակաշարը ոչ միայն տեխնիկապես մաշված է, այլև անցնում է գերեզմանոցի տարածքով, մասնավոր տնտիրություններով, ինչը չի համապատասխանում գործող նորմերին եւ զգալիորեն դժվարացնում է շահագործումը։ Կառուցվում է 860 մետր երկարությամբ 100 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար, որը կշրջանցի նշված տարածքները, ապահովելով ջրամատակարարման առավել անվտանգ եւ հուսալի համակարգ։ Կորուստները շատ էին, թուջը խողովակներ էին, նրանք 4 մետրը, 3 մետրը միտեղ արդեն ստիկներով էին։ Բնականամ 70 տարի առաջվա, 75 տարի առաջվա կատարած աշխատանքներ էին, չէին դիմանում, որտեղ թոգով էր արած, որտեղ կապարով էր արած, երկրաշարժ այլել դրանից հետո ամեն ինչ կատարվել, վերջապես հողի սաղ քայլել, այդ ստիկներից անընդհատ հոսք էր առաջանում։ Պատկերացեք շաբաթ չելում, որ այնտեղ աշխատանքներ չկատարենք։ Հիմա այդ Թումանյանում այդ աշխատանքները կատարելուց հետո եւ շահագործումը շատ կհեշտանա, եւ ջրակորուստները կվերանան, եւ ջրի որակը կբարձրանա։ Վեոլիան Լոռու մարզում պկած շրջանակներում եւս երկու քաղաքում է աշխատանքներ իրականացնում։ Փոքրինչ ավելի բարդ է աշխատանքը Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասում, որտեղ ներդրվել է 45.8 միլիոն դրամ։ Այստեղ կվերակառուցվի օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող Օձուն Սարահարթ ջրատարի առավել վթարված հատվածը։ Նախատեսվում է գործող ջրատարին զուգահեռ կառուցել 425 մետր երկարությամբ 275 մմ տրամագծով նոր պողպատե ջրատար։ Աշխատանքներն իրականացվելու են բարդ լեռնային տեղանքում, մեծ թեքությունների եւ դժվար ինժեներաերկրաբանական պայմաններում, ինչը պահանջում է հատուկ տեխնիկական եւ ինժեներական լուծումներ։ Բացի այն, որ կորուստները հսկայական են լինում, պատկերացրեք այդքան միջինը 25 ատմոսֆեր ճնշման տակ ջրագիծը պայթի։ Եվ ջրի կորուստներում, եւ այդ հեղեղեր առաջանում, այդ ջրաբերուկները լցվում էին ներքևի այդ ավտոճանապարհը, այդ քաղաքի հիմնական ավտոճանապարհներից մեկն է, տրանսպորտներ կանգնում, քարաբեկորներ, ծառաբեկորներ, ինչ ասես։ Բացի այդ շահագործումը շատ դժվար է, չափազանց։ Պատկերացրեք 300 մետր հոսանք էինք քաշում, որ կարենանք այնտեղ երակցման աշխատանքներ կատարենք։ Հիմա այդ հենց ավարտեն է ջրագիծը, այնտեղ շատ կհեշտանա։
Ավելի քան 76 միլիոն դրամ էլ ընկերությունը կծախսի Ստեփանավան քաղաքի Գորկի եւ Թումանյան փողոցների ջրամատակարարման համակարգը նորացնելու համար։ Տարիների ընթացքում մաշված ջրագծերը դարձել են բաց եւ գաղտնի վթարների պատճառ։ Դրանց մի մասն անցնում է մասնավոր տնտիրություններով, ինչը բարդացնում է վթարավերացման աշխատանքները, իսկ համակարգում առկա ապօրինի միացումներն ու հոսակորուստները հատկապես ամռան ամիսներին հանգեցնում են ճնշման զգալի անկման։ Այս երկու փողոցների 180 բաժանորդների համար կվերակառուցվի 2 կիլոմետր ջրագիծ։ Ստեփանավան քաղաքի երկու փողոցների ջրագծերի վերակառուցումից հետո մենք կունենանք նորոգված փողոցային ջրագծեր, ջրաչափական հորեր, կարգավորվի քաղաքի ջրամատակարարման համակարգը, կբալանսավորվի համապատասխան ճնշումներով, համապատասխան բաշխվածությամբ, արդյունքում կունենանք նոր համակարգ եւ մոտ 3 լիտր վարկյանում ջրի խնայողություն։ Տասնամյակներ առաջ կառուցված ջրամատակարարման համակարգի մաշվածությունը շարունակում է մնալ Վիոլիա ջուրընկերության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը։ Հաճախակի վթարները, ջրակորուստներն ու շահագործման դժվարությունները պահանջում են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ համակարգային վերակառուցում։ Այդ նպատակով ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել ամենախնդրահարույց հատվածներում, քայլ առ քայլ վերակառուցելով համակարգը, որպեսզի նվազեցնի ջրակորուստները, վթարների թիվը եւ բարելավի սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։